Ձեր թույլտվությամբ մեջ բերեմ նաև Արցախի Հանրապետության նախագահի ցուցմունքը դատականիստերի դահլիճում տված, որը ցավոք լուսաբանել չի ստացել, որովհետև պատասխանողները հստակ դեմ էին Սամվել Սերգեյ Շահրամանյանի ցուցմունքը։ Ադրբեջանական կողմը ռազմական գործողությունները դադարեցնելուց հետո ներկայացրել է վերջնագիր ԼՂ ազգային ժողովի կողմից ինքնալուծարման հռչակագիր ընդունելու վերաբերյալ, ինչից ԼՂ ղեկավարությունը խուսափել է, տարածելով համապատասխան հայտարարություն, եւ որի շնորհիվ հնարավոր է եղել չեզոքացնել բնակչության ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգը եւ կազմակերպել ԼՂ տարածքից դուրս բերումը։ Հայաստան տեղափոխվելուց հետո Հայցվորը բազմից տարբեր հրապարակային ելույթներում, այդ թվում Le Figaro պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ չկա նման փաստաթուղթ, ավելի նման փաստաթղթի ընդունումն ամբողջությամբ հակասում է ԼՂ օրենսդրությանը, որևէ պետական մարմին եւ ԼՂ օրենսդրությամբ օժտված չէ նման իրավական ակտ ընդունելու լիազորությամբ, եւ այն արկա չէ անգամ ԼՂ իրավական ակտերի տեղեկատվական համակարգում։ Խնդրո առարկա հայտարարությունում մատնանշելով հրամանագիրը չեղարկելու որոշում է տարածել արդեն Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելուց հետո հետագա շարժումներից խուսափելու նպատակով։ Պատասխանող կողմը հաշվի չի առել նաև այս հանգամանքը, դրա մասին որևէ հիշատակում չկատարելով դասագրքում։ Այսինքն մեր ցանկացած այն է, որ ներկայացրեք իրականությունը, ոչինչ մենք ավել չենք ուզում։ Լավ, նշում եք, որ կայացվել է այդպիսի հրամանագիր կամ այդպիսի հայտարարություն է տարածվել տեղեկատվական համակարգում։ Նշեք այդ հայտարարության ամբողջական բովանդակությունը։ Երբ է կայացվել, ինչ շարժառիթի ազդեցության ներքո է կայացվել, ինչպիսի վտանգ կար արդյոք ուժի գործադրում կամ ուժի գործադրման անմիջական սպառնալիք։ Եվ ամենակարևորը նշեք, որ այդ հրամանագիրը այդ նույն տրամաբանությամբ Հայաստանի Հանրապետությունում չեղարկվել է։ Հիմա բոլորի մոտ հարց կարող է առաջանալ, ասել, եթե փաստաթուղթը ի սկզբանե համարում էիք անվավեր կամ առ-ոչինչ, ապա ինչու եք այստեղ դա չեղարկել։ Դրա պատասխանը շատ պարզ է, որովհետև նախ սկսել են շատ ուժեղ շահարկումներ, ընդ որում այդ շահարկումները սկսել են նաև իրավական տիրույթում։ Օրինակ քննչական կոմիտեն Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել հղում կատարելով նաև այդ հրամանագրին, նշելով, որ եթե Արցախը լուծարված է, դու ինչպես է Ստեփանակերտի քաղաքապետի լիազորություններ իրականացնում Հայաստանի Հանրապետությունում։ Բոլորս տեսանք նաև, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատարանը արդարացրեց Ստեփանակերտի քաղաքապետին, բայց այնուամենայնիվ այսպիսի քրեական վարույթներից եւ իրավական տիրույթում տեղ գտած մեկնաբանություններից խուսափելու նպատակով նույն հարթակում կայացել է նաեւ այն չեղարկելու վերաբերյալ հրամանագիր։ Եվ մեր բոլորի նպատակը այն է, որ սա լուսաբանվի, ժողովուրդ ինչա, բայց պատմության դասագրքում նշելով, որ ունեցել ենք այսքան զոհ, եղել է պատերազմ, որից հետո անմիջապես նշում են, որ կայացվել է Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիր, հաջորդող նախադասությունը Արցախի բնակչությունը դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունից։ Այսինքն երեխաների մոտ ցանկանում են ստեղծել այնպիսի մի տպավորություն, որ բնակչությունը դուրս է եկել, քանի որ Արցախը լուծարվել է։ Բնակչությունը դուրս է եկել, որովհետև եղել է սպանդի սպառնալիք, որովհետև եղել է բնակչության գոյության իրական վտանգ։ Ոչ թե որ Արցախի Հանրապետության նախագահը կայացրել է Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիր։ Ասեմ ավելին, Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագրի հայտարարությունը եւ մարդկանց բնակչության դուրս բերումը ամսաթվերում անգամ չեն համընկնում մեկը մյուսին։ Բայց պատմության դասագրքում այսպիսի տեղեկություններ են տեղ գտնում եւ ընդ որում այդ թեմայից հետո երեխաներին տրվում են առաջադրանքներ եւ օրինակ նշում են բանալի բառեր եւ ասում են կազմիր օրինակ նախադասություն կամ վերնագրիր այս տեքստը եւ այդ բանալի բառերում օգտագործում են հետեւյալ բառերը. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյան, բնակչության տեղահանում, Արցախի լուծարում եւ այս բառերը փոխկապակցելով միմյանց հետ երեխաների մոտ ստեղծում է տպավորություն, իբր նախագահը ստորագրեց Արցախը լուծարելու հրամանագիր եւ քանի որ Արցախը լուծարվեց, բոլորս դուրս եկան։ Ոչ, ես անձամբ Արցախից դուրս եմ եկել, որովհետեւ եղել է իմ եւ իմ ընտանիքի գոյության իրական վտանգ։ Եղել է սպանդի սպառնալիք։